Իմ հին ընկերը 40 տարվա ստաժով ատամնաբույժը վերջերս ինձ պատմեց մի բան, որ ինձ ուղղակի ցնցեց։ Նա ասաց. «Անահիտ, ես այլևս չեմ կարող լռել, մարդիկ հսկայական գումարներ են ծախսում ատամների բուժման վրա, իսկ մեծ մասով սկզբնական կարիեսը կարելի է կանգնեցնել և նույնիսկ ամբողջությամբ վերականգնել տանը շատ էժան միջոցով, որը վաճառվում է ցանկացած դեղատանը։ Բայց եթե ես դա բարձրաձայն ասեմ իմ հիվանդներին, հաջորդ օրը կհեռացնեն ինձ աշխատանքից։ Կլինիկան գումար է պետք, ոչ թե առողջ ատամներ։ Դու պատմիր, դու չես աշխատում ատամնաբուժությունում, դու կորցնելու բան չունես։ Եվ գիտեք ինչ, ես համաձայնվեցի։ Բարև ձեզ սիրելի դիտողներ, իմ անունը Անահիտ է։ Աշխատում եմ բուժքրոջ եւ միշտ հավատացել եմ, որ առողջության մասին գիտելիքները պետք է հասանելի լինեն բոլորին, ոչ թե գաղտնի պահվեն 7 գնիկի տակ։ Այն, ինչ ես այսօր ձեզ կպատմեմ, իմ մասնագիտական ոլորտը չէ, բայց սա այն տեղեկատվությունն է, որ ինձ փոխանցեց մարդ, ում ես անսահման վստահում եմ, իսկական պրոֆեսիոնալ, ով տեսել է հազարավոր դեպքեր, երբ ատամները վերականգնվել են առանց բորմեքենայի։ Այսօր ես ձեզ կցուցադրեմ համակարգ, թե ինչպես կարելի է տանը կանգնեցնել եւ նույնիսկ ամբողջությամբ վերականգնել կարիեսը, առանց հսկայական գումարներ ծախսելու լցոնումների եւ թագերի վրա։ Եվ ամենազարմանալին այն է, որ այս համակարգի գլխավոր միջոցը արժե 30-50 դրամ եւ վաճառվում է ցանկացած դեղատանը։ Երբ վերջում իմանաք, թե դա ինչ միջոց է, դուք կզարմանաք, թե ինչու են բոլոր ատամնադույժները լռում այդ մասին։ Գիտեք, թե ինչն է ինձ ամենաշատը ցնցել ընկերոջս պատմության մեջ, թե որքան շատ մարդիկ անկեղծորեն հավատում են, որ կարիեսը վախճան է, որ եթե ատամի վրա հայտնվել է մուգ բծիկ, նշանակում է ամեն ինչ, պետք է վազել բժշկի մոտ եւ փորել, եւ եթե բժիշկն ասել է, որ պետք է լցոնում, նշանակում է այլընտրանք չկա։ Նա ինձ ասում էր. «Անահիտ, ամեն օր ինձ մոտ գալիս են մարդիկ, հաճախ տարեցներ, 50, 60, 70 տարեկան, ցույց են տալիս ատամը, իսկ այնտեղ ընդամենը փոքրիկ մթակնում է, սկզբնական փուլ, որը հեշտությամբ կարելի է կանգնեցնել պարզ մեթոդներով տանը։ Բայց ես պարտավոր եմ նշանակել բուժում, պատրաստում, լցոնում, որովհետև այդպես է սահմանված, որովհետև դրա վրա է կառուցված ամբողջ կլինիկայի համակարգը։ Իսկ այլ ճանապարհ կա։ Կա միջոց օգնելու մարդուն պահպանել կենդանի, առողջ ատամ առանց միջամտության։ Եվ ես դա տեսել եմ հարյուրավոր անգամ։ Ատամները վերականգնվում են ինքնուրույն, եթե ստեղծենք ճիշտ պայմաններ, բայց դրա մասին լռում են, որովհետև դա շահավետ չէ։ Ձեզ կպատմեմ մի պատմություն, որն ինձ պատմել է ընկերս, եւ որը ինձ պարզապես ցնցեց։ Մի քանի տարի առաջ նրա մոտ եկավ կին, Աննա անունով։ Նա 68 տարեկան էր, թոշակառու, համեստ, բարի աչքերով, բայց շատ վախեցած։ Նա եկել էր ատամի սկսվող ցավով, եւ երբ նա նայեց, տեսավ կարիեսի միջին խորություն։ Բոլոր կանոններով պետք է լցոնում դնել, թոշակառուի համար բավականին թանկ, բայց Աննան արդյունքներով խոստովանեց, որ իրեն գումար չկա, ապրում է փոքր թոշակով եւ խնայում է թոռների դեղերի համար։ Նա խնդրեց թեկուզ մի փոքր օգնություն, հետաձգում տալ։ Եվ այդ ժամանակ ընկերս որոշում ընդունեց, որը փոխեց նրա հայացքը ատամնաբուժության նկատմամբ։ Նա անվճար բուժեց նրա այդ ատամը, դրեց որակյալ լցոնում, ամեն ինչ արեց ինչպես պետք է, բայց ամենակարևորը հետո էր։ Նա նրա համար կազմեց շատ պարզ, բայց մանրակրկիտ համակարգ, տնային խնամքի բոլոր մնացած ատամների համար, որպեսզի կանխի նոր խնդիրները։ Պատմեց հատուկ հակասեպտիկ օղողումների, ճիշտ սննդակարգի, այն կոպեկային միջոցի մասին դեղատնից, որի մասին ես կպատմեմ վերջում։ Ամեն ինչ մանրամասն նշանակեց, բացատրեց ինչպես եւ երբ օգտագործել, ինչու է դա պետք։ Ճիշտն ասած, նա պարզապես ուզում էր օգնել, որպեսզի մյուս ատամները չփչանան, որպեսզի նրան կրկին գումար փնտրել չլինի բուժման համար։ Բայց 3 ամիս հետո Աննան եկավ վերահսկողական զնման, եւ ընկերս ցնցվեց։ Բոլոր մնացած ատամները, որոնց վրա կային սկզբնական մթակնումներ, զգալիորեն ավելի լավ տեսք ունեին։ Էմալը ամրացել էր, դարձել ավելի խիտ, ավելի բաց գույնի։ Զգայունությունը, որն իրեն անհանգստացնում էր, ամբողջությամբ անցել էր։ Աննան ասաց, որ առաջին անգամ տարիներ շարունակ իր ատամները չեն ցավում, չեն հարաճում, չեն արձագանքում սառին։ Նա խնդրեց նրան շարունակել այդ խնամքի համակարգը մշտապես։ Եվ այդ ժամանակվանից նա գալիս է միայն կանխարգելիչ զննումների, տարեկան 1 անգամ։ Նոր խնդիրներ պարզապես չեն առաջանում։ Այդ դեպքից հետո ընկերը սկսեց նույն համակարգը նշանակել բոլոր հիվանդներին, բուժումից հետո, որպեսզի պահպանի արդյունքը եւ պաշտպանի առողջ ատամները։ Եվ արդյունքները հիանալի էին։ Նրանց մոտ, ովքեր հետևում էին խորհուրդներին, նոր կարիեսներ գրեթե չէին առաջանում, բայց բացահայտ խոսել դրա մասին կլինիկայում նա չէր կարող, որովհետև ղեկավարությունը համարում էր, որ կանխարգելումը շահույթ չի բերում։ Հենց դրա համար էլ նա խնդրեց ինձ պատմել ձեզ այդ խնամքի համակարգի մասին։ Հիմա եկեք հասկանանք, ինչ է իրականում կարիեսը։
Ես ձեզ կբացատրեմ պարզ բառերով, առանց բարդ բժշկական տերմինների, որովհետև գործընթացը հասկանալը հաջողության կեսն է։ Պատկերացրեք, որ ատամի էմալը նման է ձեր տան ամուր աղյուսե պատին։ Աղյուսները էմալի կառուցվածքն են, իսկ ցեմենտը նրանց միջև հանքանյութերն են, որոնք ամրացնում են ամեն ինչ՝ կալցիում, ֆոսֆոր եւ այլ կարևոր նյութեր։ Երբ այդ պատը ամուր է, խիտ, ոչինչ չի կարող անցնել դրա միջով, բայց ինչ է տեղի ունենում, երբ ցեմենտը սկսում է լվացվել, հայտնվում են փոքրիկ անցքեր, դատարկություններ, աղյուսները թուլանում են, պատը դառնում է թույլ։ Հենց դա է տեղի ունենում ձեր ատամների հետ, երբ սկսվում է կարիեսը։ Այս գործընթացը կոչվում է դեմիներալիզացիա, հանքանյութերի կորուստ էմալից։ Եվ գիտեք, թե ինչն է լվանում այդ հանքանյութերը։ Թթուն։ Ցանկացած թթու քայքայում է ատամի հանքային կառուցվածքը, բառացիորեն լուծում է այն, ինչպես քացախը լուծում է կրակային նստվածքը թեյնիկի վրա։ Որտեղից է առաջանում այդ թթուն բերանում։ Երկու աղբյուրներից։ Առաջինը այն, ինչ մենք ուտում եւ խմում ենք՝ կիտրոնի յուտ, խնձոր, թթու հատապտուղներ, գազավորված ըմպելիքներ, նույնիսկ սովորական թեյի շաքարով։ Ամեն ինչ ստեղծում է թթվային միջավայր, բայց դա դեռ կեսբեռնվածություն է, որովհետև թուքը կարողանում է հաղթահարել սննդային թթուները, չեզոքացնել դրանք։ Իսկական խնդիրը երկրորդ աղբյուրն է, եւ այդ աղբյուրը ապրում է ուղղակի ձեր բերանում։ Դա բակտերիաներն են, ավելի ճիշտ, մեկ հատկապես վնասակար տեսակ՝ կարիեսի բակտերիա անունով։ Հիշեք այս անունը, որովհետև հենց այս բակտերիան է ձեր ատամների գլխավոր թշնամին։ Կարիեսի բակտերիան սնվում է շաքարով, ցանկացած շաքարով, կոնֆետներից, հացից, մրգերից, մեղրից, ընդհանրապես կարևոր չէ։ Երբ այս բակտերիան ստանում է շաքար, այն սկսում է ակտիվորեն բազմանալ եւ թթու արտադրել որպես կյանքի արդյունք։ Պատկերացրեք, դուք կերել եք մի կտոր փափուկ հաց, շաքարի մանր մասնիկներ մնացել են ատամների վրա, եւ բակտերիաները սկսում են խնջույք, միաժամանակ արտադրելով այնքան թթու, որ ձեր ատամի էմալը սկսում է հալվել, կորցնելով հանքանյութերը։ Հենց այդպես է ծնվում կարիեսը։ Բայց ամենաչարագործը այն է, որ այս բակտերիաները պարզապես չեն լողում բերանում։ Երբ նրանք էներգիա ունեն շաքարից, նրանք սկսում են կպչել միմյանց, կազմելով կպչուն թաղանթ ատամների վրա։ Մենք դա անվանում ենք ատամնափար կամ ատամնաքար, եթե այն կարծրանում է։ Այդ թաղանթի տակ բակտերիաները պաշտպանված են։ Նրանք ավելի արագ են բազմանում, ավելի շատ թթու են արտադրում եւ ոչնչացման գործընթացը արագանում է։ Սկզբում էմալը մակերեսից կորցնում է հանքանյութերը, հայտնվում է սպիտակ կամ շագանակագույն բիծ։ Հետո թթուն եւ բակտերիաները ներթափանցում են ավելի խորք։ Էմալի թուլացած մեջ առաջացած փոքրիկ դատարկություններ։ Այնտեղ նրանք շարունակում են իրենց կործանարար գործը, խորանալով ավելի ու ավելի խորք, մինչև չհասնեն դեմտինին, ատամի ներքին շերտին, որը շատ ավելի փափուկ է, քան էմալը։ Իսկ եթե ոչինչ չանել, ապա առաջանում է իսկական խորոչ, ատամի մեջ անցք, այն ինչ մենք անվանում ենք կարիոս խորոչ կամ պարզապես կարիես։ Հիմա եկեք խոսենք այն մասին, թե ինչու են կլինիկաներում լռում այս մասին։ Ես ուղիղ կասեմ, ժամանակակից ատամնաբուժությունը կառուցված է բուժման վրա, ոչ թե կանխարգելման։ Սա բիզնես է, սիրելիներս, եւ ցանկացած բիզնես հետաքրքրված է մշտական հաճախորդներով։ Եթե ես որպես բժիշկ սովորեցնեմ ձեզ կանխել կարիեսը եւ տանը վերականգնել ատամները, դուք կդադարեք գալ ինձ մոտ վճարովի ընթացակարգերի։ Կլինիկան կորցնում է եկամուտ։ Հենց դրա համար էլ երբ ես սկսեցի բացահայտ ասել հիվանդներին, որ սկզբնական կարիեսը կարելի է կանգնեցնել պարզ մեթոդներով տանը, ղեկավարությունը դա տեսավ որպես սպառնալիք։ Հասկանում եք, եթե յուրաքանչյուր ատամնաբուժասեր ճշմարտությունը, արդյունաբերությունը կկորցներ հսկայական գումարներ։ Մեկ լցոնումն արժե որքան՝ 10, 15, 20 հազար դրամ։ Իսկ եթե մարդուն պետք է 5 լցոնում դնել, դա արդեն լուրջ գումար է։ Կլինիկաներին շահավետ է, որ մարդիկ գան ու գան կրկին ու կրկին։ Ես չեմ ասում, որ բոլոր ատամնաբուժները չարագործներ են։ Ոչ, շատերը պարզապես չգիտեն այս մեթոդների մասին, որովհետև ինստիտուտում չեն սովորեցնում դա։ Մեզ սովորեցնում են փորել, լցոնել, պրոթեզավորել, բայց չեն սովորեցնում կանգնեցնել հիվանդությունը վաղ փուլում առանց միջամտության։ Իսկ նրանք, ովքեր գիտեն, լռում են, որովհետև վախենում են կորցնել աշխատանքը։ Բայց դուք պետք է հասկանաք, ձեր ատամները պարզապես ծամելու գործիք չեն։ Դա ձեր օրգանիզմի մաս է, կենդանի հյուսվածք, որը կարող է ինքնավերականգնվել, եթե ստեղծենք ճիշտ պայմաններ։ Եվ գլխավոր պայմանը շաքարի եւ բակտերիաների վերահսկողությունն է։ Եթե դուք սահմանափակեք շաքարը, դուք կզրկեք բակտերիաներին սնունդից։ Եթե ճիշտ մաքրեք ատամները ատամնափարից, դուք կվերացնեք հենց բակտերիաներին։ Իսկ եթե հագեցնեք էմալը հանքանյութերով, հատուկ միջոցների օգնությամբ, որոնց մասին կպատմեմ հետո, դուք կտաք ատամին վերականգնելու հնարավորություն։ Սա կախարդանք չէ, սա ֆիզիոլոգիա է։ Սա աշխատում է, եւ ես դա տեսել եմ հազարավոր անգամ։ Գրեք մեկնաբանություններում պարզ նախադասություն։
Խնամում եմ ատամներս։ Թող դա լինի ձեր նշանը, որ դուք որոշում եք ընդունել հոգ տանելու ձեր առողջության մասին։ Յուրաքանչյուր մեկնաբանություն ցույց է տալիս, որ մենք մենակ չենք այս ձգտման մեջ, որ մեզ շատ ենք եւ մենք աջակցում ենք միմյանց։ Ձեր մասնակցությունը շատ կարևոր է ալիքի զարգացման եւ այս ճշմարտությունը ավելի շատ մարդկանց հասցնելու համար։ Հիմա կշարունակենք եւ ես կպատմեմ ձեզ առաջին կոնկրետ քայլերը։ Այսպիսով հիմա դուք հասկանում եք, թե ինչ է տեղի ունենում ձեր ատամների հետ, երբ սկսվում է կարիեսը։ Հիմա ժամանակն է անցնելու կոնկրետ գործողությունների։ Ինչ կարող եք անել հենց այսօր, որպեսզի կանգնեցնեք այս կործանարար գործընթացը եւ գործարկեք վերականգնումը։ Առաջին եւ ամենակարևոր քայլը շաքարի վերահսկողությունն է։ Ես հասկանում եմ, որ սա ձանձրալի է հնչում, որ բոլոր բժիշկներն ասում են այդ մասին, բայց թույլ տվեք բացատրեմ այլ կերպ, որպեսզի հասկանաք, թե որքան կրիտիկական է դա հենց ատամների վերականգնման համար։ Խոսքը ոչ թե ամբողջությամբ հրաժարվել քաղցրից է, չնայած եթե կարողանաք հիանալի է։ Խոսքը նրա մասին է, թե որքան հաճախ է շաքարը հայտնվում ձեր բերանում օրվա ընթացքում։ Պատկերացրեք, դուք խմեցիք թեյ 1 գդալ շաքարով, բակտերիաները ստացան սնունդ, սկսեցին թթու արտադրել։ Այդ թթուն հարձակվում է էմալի վրա մոտ 20-30 րոպե։ Հետո օգնության է հասնում թուքը, չեզոքացնում է թթուն, սկսում է վերականգնել հանքանյութերը էմալում։ Ամեն ինչ լավ է, բայց ինչ է տեղի ունենում, եթե 1 ժամ հետո դուք կերաք թխված քաբլիթ, կրկին շաքար, կրկին թթու, կրկին 20 րոպե հարձակում էմալի վրա։ Հետո եւս 1 ժամ հետո կոնֆետ, հետո կոմպոտ, հետո մրգերով խորտիկ։ Հասկանում եք, ձեր ատամները ամբողջ օրը գտնվում են անընդհատ թթվային հարձակման տակ, եւ թքին պարզապես ժամանակ չի մնում վերականգնելու վնասը։ Ատամները միայն կործանվում են, առանց հասցնելու վերականգնվել։ Հենց դրա համար եմ ես միշտ ասում հիվանդներիս. ավելի լավ է 1 անգամ մեծ կտոր տորտ կերեք եւ հետո 4 ժամ ընդհանրապես ոչինչ չուտեք, քան ամբողջ օրը քիչ-քիչ խորտիկներ անել նույնիսկ օգտակար մթերքներով։ Որովհետեւ յուրաքանչյուր շփում սննդի հետ նոր թթվային ալիք է։ Ձեր խնդիրն է կրճատել այդ ալիքների քանակը։ Իդեալականը օրական 3 անգամ սնունդ եւ առանց խորտիկների միջև։ Եթե շատ եք ուզում ինչ-որ բան ուտել, արեք դա անմիջապես հիմնական սնունդից հետո, ոչ թե առանձին։ Եվ շատ կարևոր պահ, ուտելուց հետո շտապ մի սկսեք ատամները խոզանակով մաքրել։ Սա սխալ է, որ շատերն են անում։ Ուտելուց հետո էմալը թեթևակի փափկում է թթվից, եւ եթե անմիջապես սկսեք այն քսել խոզանակով, դուք կսրբեք փափկած շերտը։ Ավելի լավ է բերանը ջրով ողողեք կամ հատուկ ողողիչով, որի մասին հետո կպատմեմ, եւ սպասեք առնվազն կես ժամ, մինչև խոզանակով մաքրելը։ Հիմա եկեք խոսենք իսկական հրաշքի մասին, որը կա յուրաքանչյուրիս մոտ, բայց որի մասին հազվադեպ ենք մտածում։ Դա մեր թուքն է։ Դուք նույնիսկ չեք պատկերացնում, թե որքան կարևոր է թուքը ատամների առողջության համար։ Թուքը պարզապես բերանի խոնավություն չէ, դա բարդագույն կենսաբանական հեղուկ է, որը բառացիորեն բուժում է ձեր ատամները օր ու գիշեր։ Թքի մեջ պարունակվում են բոլոր հանքանյութերը, որոնք անհրաժեշտ են էմալի վերականգնման համար՝ կալցիում, ֆոսֆոր, մագնեզիում։ Թուքը չեզոքացնում է թթուն, լվանում է սննդի մնացորդները, սպանում է վնասակար բակտերիաներին, պաշտպանում է, ամրացնում է, վերականգնում է։ Սա ձեր անձնական բժիշկն է, որը անվճար աշխատում է 24 ժամ։ Բայց ահա խնդիրը։ Տարիքի հետ շատ մարդկանց մոտ թքի քանակը նվազում է։ Դա կարող է լինել ընդունվող տեղերի պատճառով։ Շատ դեղեր ճնշումից, սրտից, հանգստացնողներ, հակադեպրեսանտներ առաջացնում են բերանի չորություն։ Դա կարող է լինել քրոնիկ հիվանդություններից, տարիքային փոփոխություններից թքագեղձերում։ Եվ երբ թուքը քիչ է, ատամները մնում են անպաշտպան թթվի եւ բակտերիաների առջև։ Ինչ անել, եթե բերանը չոր է։ Այստեղ օգնության է հասնում հրաշալի նյութ, որի մասին շատերն են լսել, բայց քչերն են ճիշտ օգտագործում։ Դա քսիլիտն է կամ քսիլիտոլը։ Քսիլիտը բնական շաքարի փոխարինիչ է, որը ստանում են գեչուց, եգիպտացորենից կամ այլ բույսերից։ Տեսքով նման է սովորական շաքարին, համով քաղցր է, բայց մեր ատամների համար անում է հակառակը, քան սովորական շաքարը։ Առաջինը քսիլիտը չի սնուցում վնասակար բակտերիաներին։ Նույն այդ ստրեպտոկոկները, որոնք սիրում են սովորական շաքարը, չեն կարողանում մարսել քսիլիտը։ Նրանք փորձում են այն ուտել, ծախսում են էներգիա, բայց ոչինչ չեն ստանում եւ ի վերջո մահանում են։ Երկրորդը, եւ սա ամենակարևորն է, քսիլիտը խթանում է թքի արտադրությունը եւ ոչ պարզապես թքի, այլ ճիշտ կազմով թքի, հագեցած հանքանյութերով եւ ճիշտ թթվայնությամբ, որը իդեալական է էմալի վերականգնման համար։ Ինչպես օգտագործել քսիլիտը։ Ամենապարզ ձևը՝ քսիլիտով ցամոն կամ կոնֆետներ։ Կարևոր է նայել կազմին։ Պետք է գրված լինի, որ քսիլիտը առաջին բաղադրիչն է, ոչ թե պարզապես հավելում։ Իդեալական է ծամել նման ցամոն կամ կոնֆետ ուտելուց հետո 5-10 րոպե։ Սա կգործարկի առատ թուք արտադրություն, որը կլվա բերանը, կչեզոքացնի թթուն եւ կսկսի վերականգնել էմալը։
Նաև կարող եք գնել մաքուր քսիլիտ փոշու տեսքով տեղատնից կամ առողջ սննդի խանութից եւ ավելացնել այն թեյի մեջ շաքարի փոխարեն, կամ պարզապես մի բթխունց պահել բերանում ուտելուց հետո։ Որոշ մարդիկ պատրաստում են տնային օղուղիչ, մեկ թեյի գտալ քսիլիտը լուծելով մի բաժակ տաք ջրի մեջ եւ օղողում բերանը ուտելուց հետո։ Սա գերազանց է աշխատում, հատկապես նրանց համար, ում մոտ ուժեղ չորություն կա բերանում։ Ես ուզում եմ, որ դուք հասկանաք, այս պարզ քայլերը, շաքարի հետ շփման հաճախականության սահմանափակումը, քսիլիթի օգտագործումը թքի խթանման համար արդեն հաջողության կեսն է։ Իմ բազմաթիվ հիվանդներ տեսել են ատամների վիճակի բարելավում միայն այս երկու փոփոխություններից, բայց սա միայն սկիզբն է։ Ամենահզոր, ամենաարդյունավետ միջոցը, որը իսկապես փոխում է իրավիճակը եւ որի մասին ինչ-որ պատճառով չեն խոսում կլինիկաներում, ես կպատմեմ այս տեսանյութի վերջում։ Այդ միջոցը արժե բառացիորեն կոպեկներ, վաճառվում է ցանկացած տեղատանը եւ կոչվում է մեթիլենային կապույտ։ Եվ երբ իմանաք, թե ինչպես է այն աշխատում, կհասկանաք, թե ինչու է սա իսկական հեղափոխություն տնային ատամների խնամքի մեջ։ Միանցեք, առջևում ամենակարևոր տեղեկատվությունն է, առանց որի ամբողջ համակարգը աշխատում է միայն կիսատ։ Դիտեք մինչև վերջ, որովհետև հենց այս վերջին տարը կապում է ամեն ինչ մեկ արդյունքի մեջ։ Հիմա կշարունակենք։ Եվ ահա, սիրելիներս, մենք հասանք ամենագլխավորին, այն միջոցին, որի մասին խոստացել էի պատմել եւ որը իսկապես փոխում է ամբողջ պատկերը։ Այդ միջոցը կոչվում է մեթիլենային կապույտ։ Ես վստահ եմ, որ ձեզանից շատերը երբեք չեն լսել դրա մասին ատամների խնամքի համատեքստում, իսկ այնուամենայնիվ սա ամենահզոր, ստուգված եւ միաժամանակ կոպեկային միջոցներից մեկն է, որը կարելի է գնել ցանկացած տեղատանը։ Մեթիլենային կապույտի շիշը արժե մոտ 30-50 դրամ։ Դրանից բավական կլինի մի քանի ամիս օգտագործման համար, իսկ արդյունավետությամբ այն գերազանցում է ցանկացած թանկարժեք ուղղողիչներ, որոնք փորձում են ձեզ վաճառել 300, 500, 800 դրամով։ Ինչու են լռում դրա մասին, որովհետև կոպեկային միջոցի վրա անհնար է գումար վաստակել։ Թանկարժեք ուղղողիչների արտադրողներին ձեռնտու չի, որ դուք իմանաք կա պարզ դեղատնային միջոց, որը աշխատում է իրենց արտադրանքից շատ անգամ ավելի լավ։ Ինչ է մեթիլենային կապույտը։ Սա հակասեպտիկ է, կապույտ գույնի ներք, որը բժշկության մեջ օգտագործվում է ավելի քան 100 տարի։ Այն կիրառում են վերքերի մշակման, որոշ հիվանդությունների բուժման համար։ Եվ ամենակարևորը մեզ համար, այն ունի հզոր հակաբակտերիալ ազդեցություն հենց այն բակտերիաների դեմ, որոնք առաջացնում են կարիես։ Հիշում եք, ես պատմում էի ստրեպտոկոկ մուտանսի մասին։ Ահա մեթիլենային կապույտը ոչնչացնում է այդ բակտերիաներին ակնթարթորեն։ Այն ներթափանցում է նրանց բջիջները եւ բառացիորեն քայքայում դրանք ներսից, միաժամանակ ընդհանրապես չվնասելով ձեր սեփական հյուսվածքները։ Ավելին, մեթիլենային կապույտն ունի եզակի հատկություն։ Այն ներթափանցում է ատամնափարի ամենախոր շերտերը, այնտեղ, որտեղ չի հասնում սովորական խոզանակը եւ որտեղ չեն ներթափանցում այլ օղողիչները։ Այն հասնում է բակտերիաներին, որոնք թաքնված են էմալի միկրոջաքերում, սկզբնական կարիոզ խորոչներում եւ ոչնչացնում դրանց այնտեղ, կանգնեցնելով ատամի կործանման գործընթացը։ Ինչպես ճիշտ օգտագործել մեթիլենային կապույտը բերանի ողողման համար։ Շատ պարզ։ Դուք տեղատնից գնում եք մեթիլենային կապույտի ջրային լուծույթ։ 1% կամ 3% կարևոր չէ։ Երեկոյան քնելուց առաջ ատամները մաքրելուց եւ ջրով ողողելուց հետո վերցնում եք 10-15 կաթիլ մեթիլենային կապույտ։ Լուծում եք կես բաժակ տաք եռացրած ջրի մեջ։ Կստացվի թույլ կապույտ լուծույթ։ Այս լուծույթով մանրակրկիտ ողողում եք բերանը 1-2 րոպե, փորձելով, որ հեղուկը լվա բոլոր ատամները, ներթափանցի նրանց միջև։ Պահեք այն բերանում, շարժեք լեզվով, հետո թքեք, բայց չողողեք ջրով։ Թող մեթիլենային կապույտի բարակ շերտը մնա ատամների վրա ամբողջ գիշեր։ Հենց այդ ժամանակ էլ այն կաշխատի, ոչնչացնելով բակտերիաներին եւ պաշտպանելով էմալը։ Այո, ձեր շուրթերն ու լեզուն կարող են թեթևակի կապտավուն դառնալ, բայց մի վախեցեք, սա բացարձակ անվտանգ է եւ լվացվում է մի քանի ժամում։ Առավոտյան պարզապես սովորական կերպով մաքրեք ատամները եւ ամեն ինչ։ Նման ողողում պետք է անել ամեն երեկո քնելուց առաջ 2 շաբաթվա ընթացքում։ Հետո կարելի է անցնել շաբաթը 2-3 անգամ, էֆեկտը պահպանելու համար։ Ինչու հենց քնելուց առաջ, որովհետեւ գիշերը բերանում ստեղծվում են բակտերիաների բազմացման ամենաբարենպաստ պայմանները։ Թուքը քիչ է արտադրվում, բերանը չորանում է, բակտերիաները ակտիվորեն բազմանում եւ թթու են արտադրում, որը քայքայում է էմալը։ Եթե քնելուց առաջ բերանը մշակեք մեթիլենային կապույտով, դուք կոչնչացնեք բակտերիաների մեծ մասը եւ գիշերը ձեր ատամները կլինեն պաշտպանված։ Առավոտյան կարթնանաք մաքուր բերանով, առանց ատամնափարի, առանց դահաչոտի, եւ ամենակարևորը, ձեր ատամները կսկսեն աստիճանաբար վերականգնվել, որովհետեւ դրանք կործանող բակտերիաները այլևս չեն կարողանա գործել։ Կպատմեմ ձեզ եւս մեկ պատմություն, որը ապացուցում է այս մեթոդի արդյունավետությունը։ Մոտ 3 տարի առաջ ինձ մոտ դիմեց տղամարդ, Ազատ անունով։ Նա 65 տարեկան էր։ Նրա առջևի ատամների վրա բազմաթիվ սկզբնական կարիեսներ կային։ Ատամները մթնել էին դարձել զգայուն։ Նա ամաչում էր շպտալ։ Բոլոր ատամների բուժման գումար չուներ։ Եվ անկեղծ ասած, ես հասկանում էի, որ եթե սկսենք բոլորն էլ փորել, քիչ բան կմնա դրանցից։ Ես առաջարկեցի նրան փորձել իմ
իմ համակարգը, ներառյալ մեթիլենային կապույտով ողողումը քնելուց առաջ։ Նա սկզբում թերահավատորեն վերաբերվեց, ասում էր, որ չի հավատում ժողովրդական մեթոդներին, որ դա բոլորը հիմարություն է, բայց այնուամենայնիվ համաձայնվեց փորձել, որովհետև կորցնելու բան չուներ։ Մեկ ամիս հետո եկավ վերահսկողության, եւ ես տեսա առաջին փոփոխությունները։ Ատամները դարձել էին ավելի բաց գույնի, զգայունությունը նվազել էր։ 3 ամիս հետո ես ցնցվեցի։ Մեծ մասամբ մուգ բծերը կամ ամբողջությամբ անհետացել էին, կամ զգալիորեն բացվել եւ խտացել էին։ Ազատը այդ ժամանակ ինձ ասաց մի նախադասություն, որը ես հիշել եմ ամբողջ կյանքում։ Ես միայն մեկ բանի եմ զղջում, որ ավելի վաղ չեմ իմացել այս մասին։ Քանի ատամ եմ կորցրել կյանքիս ընթացքում, իսկ պարզվում է, դրանք կարելի էր փրկել այսպիսի պարզ ձևով։ Հիմա նա 70 տարեկան է։ Մինչ օրս օգտագործում է մեթիլենային կապույտը եւ ինձ մոտ գալիս է միայն կանխարգելիչ զննումների, ոչ թե բուժման։ Ես հասկանում եմ, որ շատերի համար սա անհավատալի է հնչում։ Ինչպես կարող է դեղատնից կոպեկային միջոցը աշխատել ավելի լավ, քան թանկարժեք պրոֆեսիոնալ ողողիչները։ Բայց գործն այն է, որ արդյունավետությունը կախված չէ գնից։ Արդյունավետությունը կախված է նրանից, թե որքանով է միջոցը ազդում խնդրի պատճառի վրա։ Իսկ կարիեսի պատճառը բակտերիաներն են, եւ մեթիլենային կապույտը ոչնչացնում է հենց այդ բակտերիաներին, անվտանգ, մեղմ, բայց անհավանական արդյունավետ։ Սա մարքեթինգ չէ, սա գովազդ չէ, սա տասնամյակներով ստուգված պրակտիկա է, սա գիտություն է, սա աշխատում է։ Գրեք մեկնաբանություններում պարզ նախադասություն. կփորձեմ մեթիլենային կապույտը։ Սա կլինի ձեր առաջին քայլը ատամների վերականգնման ուղղությամբ։ Յուրաքանչյուր մեկնաբանություն ցույց է տալիս, որ դուք ոչ միայն դիտել եք տեսանյութը, այլ իսկապես պատրաստ եք գործել, հոգ տանել ինքներդ ձեզ։ Եվ հետո կիսվեք ձեր արդյունքներով։ Գրեք 1 շաբաթ հետո, 1 ամիս հետո, ինչ է փոխվել։ Ձեր փորձը կարող է օգեշնչել այլ մարդկանց սկսել հոգ տանել իրենց ատամների մասին։ Մենք այստեղ ստեղծում ենք առողջություն ընտրող մարդկանց համայնք, եւ յուրաքանչյուր ձայն կարևոր է։